Գիրք առակաց, գլուխ 21-րդ Ինչպես ջրի սահնակը, այնպես էլ թագավորի սիրտը Աստծո ձեռքին է, որ կողմ կամենա, այն կողմն էլ կդարձնի այն։ Ամեն մարդ իր աչքին արդար է թվում, բայց Տերն է ուղղում սրտերը։ Արդարություն գործելը և ճշմարտություն խոսելն ավելի հաճելի է Տիրոջ առջև, քան զոհերի արյունը։ Կարճ խորհուրդը կարող է առատություն բերել, իսկ փութկոտությունը՝ կարոտություն։ Ով լեզվի ստությամբ գանձ է կուտակում, սնոտի բաների հետևից է գնում և մահվան որոգայթներին պիտի հասնի։ Ամբարիշտները պիտի կործանվեն, քանզի չեն ուզում կատարել իրավունքները։ Խոտորնակին խոտոր ճանապարհ է տալիս Աստված, քանզի սուրբ և ուղիղ են Տիրոջ գործերը։ Լավ է օդի ներքո մի անկյունում բնակվել, քան անիրավությամբ ծեփված և խառնակ տան մեջ։ Ամբարիշտների հոգին չարիքներ է ցանկանում և ողորմություն չի գտնի ոչ մեկից։ Անխրատի պատժից անմեղն ավելի խորագետ է դառնում, իմաստունը խոհեմությամբ ընդունում է գիտությունը։ Արդարը մտաբերում է ամբարիշտների սիրտը, և չարիքներն ապականում են ամբարիշտներին։ Ով իր ականջը խցկում է թույլերին չլսելու համար, երբ աղոթի Տիրոջը, պատասխան չի լսի։ Գաղտնի պարգևը մեղմում է բարկությունը, իսկ ով խնայում է պարգևը, մեծ բարկություն է առաջ բերում։ Արդարների ուրախությունը իրավունքի գործադրումն է, և սուրբ գործը պիղծ է թվում չարագործներին։ Արդարության ճանապարհից շեղված մարդը դևերի ժողովում է տեղ գտնում։ Ուրախություն սիրողը կարիքի մեջ կընկնի, ով գինի ու ձեթ է սիրում, կհարստանա։ Արդարի համար անօրենը փրկանք պիտի լինի, ուղղամիտների համար երդմադրուժը։ Լավ է բնակվել անապատում, քան բարկացող, լեզվանի և անսկամ կնոջ հետ։ Իմաստունների բերանում ցանկալի գանձ է հանգչում, տգետները կուլ են տալիս այն։ Ով հետևում է արդարության և ողորմածության ճանապարհին, կյանք, արդարություն և փառք պիտի կրտնի։ Իմաստությունը հասավ ամուր քաղաքների վրա, քանդեց այն ամրոցները, որոնց վրա հույս էին դրել ամբարիշտները։ Ով զսպում է իր բերանն ու լեզուն, իր անձը պահպանում է նեղությունից։ Խիստը, հանդուգնը և հպարտը ժանտ են կոչվում, իսկ ով ոխ է պահում, անօրեն է։ Ցանկությունները սպանում են վատին, քանզի նրա ձեռքերը հոժար չեն որևէ բան գործելու։ Ամբարիշտն ամեն օր չարիքների ցանկության է տենչում, իսկ արդարը ողորմում է և տալիս առանց խնայելու։ Ամբարիշտների զոհերը պիղծ են Տիրոջ առջև, քանզի անօրենությամբ են մատուցում նրանք։ Սուտ վկան պիտի կործանվի, հեզ մարդը զգուշությամբ է խոսում։ Ամբարիշտ մարդը հանդգնությամբ դեմ է ելնում, իսկ արդարը ինքնին գիտի իր ճանապարհը։ Աստծո առաջ մարդ ոչ իմաստություն ունի, ոչ արիություն և ոչ էլ խորհուրդ։ Երիվարը պատրաստվում է պատերազմի օրվան, բայց Տիրոջից է հաղթանակը։